Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի ջրհոսների 2026 թվականի կանխատեսումների մասին, ինչու չէ նաև այս կանխատեսումներին ավելացնելու է հունվար ամսվա մանրամասն նկարագիրը։ Դե ինձ սիրելի ջրհոսներ, ձեզ համար շատ կարևոր տարի է լինելու 2026-ը, որովհետև արդեն 2026 թվականին հյուսիսային եւ հարավային կետերը տեղափոխվում են ջրհոս առյուծ առանցքի վրա եւ նշանակում է արևի եւ լուսնի խավարումները սպասվում են ձեր առաջին եւ 7-րդ ոլորտներում։ Իսկ երբ նման իրավիճակ է լինում, դա լինում է 9 տարին մեկ անգամ, նշանակում է մարդու կյանքը պետք է ամբողջությամբ փոխվի։ Սակայն այս մասին 2026-ի կանխատեսումներում այժմ ես մի փոքր մանրամասնեմ հունվար ամսվա ուրեմն նկարագրից։ Սիրելիներս, հունվարի 1-ին Մերկուրի մոլորակը, մեր ինֆորմացիոն մոլորակը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ, որը փակ է։ Փակ է այն առումով, որ 12-րդ ոլորտում սա այն տեղն է, որտեղ մենք չենք ցանկանում բարձրաձայնել մեր զգացմունքների, մեր վախերի, մեր հույզերի մասին։ Եվ նշանակում է միգուցե Մերկուրին բերի ձեզ մտածելու շատ բան։ Եվ բացի դրանից 12-րդ ոլորտը նաև գաղտնի սիրային կապերն են, հնարավոր է Մերկուրին բերի ձեզ ծանոթություն այնպիսի մարդու հետ, ում հետ դուք կգտնվեք ինչ-որ գաղտնի սիրային կապի մեջ։ Հունվարի 3-ին լիալուսին է տեղի ունենում, եւ այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 6-րդ ոլորտում, նշանակում է հունվարի 3-ի մոտակա օրերին ինչ-որ կարևոր իրադարձություն կարող է տեղի ունենալ կապված ձեր աշխատանքի կամ առողջության հետ։ Հնարավոր է աշխատանքի փոփոխություն լինի, հնարավոր է, ասենք դուք չունեիք աշխատանք, գտնեք աշխատանք կամ հակառակը աշխատում եք, այժմ վերջակետ դնեք եւ այլևս տեղափոխվեք այլ տեղ կամ այլևս նստեք տանը եւ չաշխատեք, կամ այստեղ 6-րդ ոլորտը նշեցի արդեն առողջությունն է, հնարավոր է առողջության հետ կապված ինչ որ հարցեր պարզ դառնան ձեզ։ Սիրելիներս, ընդհանրապես երբ 6-րդ ոլորտում լիալուսին է տեղի ունենում, սա նշանակում է նաև, որ մենք հնարավոր է, որ ինչ-որ մեկի խնամքով էինք զբաղված, որը պետք է դադարեցնենք այլևս, այսինքն ինչ-որ մեկին պահում էինք, խնամում էինք, դա կլինի երեխա, դա կլինի մեծահասակ, կամ կարող է ինչու՞ չէ լինել նաև ընտանի կենդանի, եւ այժմ մենք դադարեցնում ենք այդ խնամքը։ Ամսի 8-ին Մարսը եւ Վեներան միանում են ձեր 12-րդ ոլորտում։ Մարսը եւ Վեներան ներկայացնում են հակառակ սեռի էներգիաներ ներկայացնող մոլորակներ եւ նշանակում է, որ այս երկուսը համարվելով երկնակամարի հավերժ սիրահարներ միանում են ձեր գաղտնի ոլորտում։ Ուստի շատ ջրհոսների մոտ կարող է լինել բուռն հանդիպման օր հունվարի 8-ին։ Նաև այս օրը հնարավոր է, որ ծանոթանաք արտերկրից ինչ-որ մարդու հետ, հակառակ սեռի ներկայացուցիչ։ Սակայն ամսի 9-ին եւ 14-ին պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ ամսի 9-ին նախ Վեներան է 12-րդ ոլորտից ընդդիմության մեջ Յուպիտերի հետ, այնուհետև ամսի 14-ին Մերկուրին է նույն 12-րդ ոլորտից ընդդիմության մեջ Յուպիտերի հետ։ Վերջինս մեր մեծ երջանկության մոլորակը գտնվում է ձեր 6-րդ աշխատանքային ոլորտում, ինչու՞ չէ նաև նշեցի 6-րդ ոլորտը նաև առողջությունն է։ Սիրելի ջրհոսներ, ամսի 9 եւ 14-ը սրանք շատ վատ օրեր են։ Հնարավոր է, որ դուք ունենաք վատ կանխազգացողություններ, ձեր տրամադրությունը այն չլինի, կամ հնարավոր է ձեր ինքնազգացողությունը վատ լինի, ինչ որ սթրեսային իրավիճակներ լինեն, ճնշման տատանում լինի եւ ինչու՞ չէ նաեւ աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ լինեն։ Ամսի 17-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է արդեն ձեր առաջին ոլորտ, եւ որտեղ Վեներան է, այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է, հաճելի է, նշանակում է շատ ջրհոսներ հունվարի 17-ից հետո կցանկանան որոշակի փոփոխություններ կատարել իրենց արտաքին տեսքի հետ։ Միգուցե զգեստապահարանը կփոխեն, միգուցե մազերի գույնը կփոխեն, միգուցե ավելի շատ գեղեցկության սրահներ կսկսեն հաճախել։ Այստեղ տեսեք, նույնիսկ Վեներան կարող է ձեզ տրամադրել պլաստիկ վիրահատությունների։ Ամսի 18-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 12-րդ ոլորտում եւ նշանակում է ինչ որ մի նոր բան պետք է սկսվի այն փակ ոլորտում, որը ներկայացնում է 12-րդ ոլորտը։ Սիրելի ջրհոսների, եթե դուք ունեք առողջական խնդիրներ,
ապա այս նորալուսինը կարող է բերել ձեզ այնպիսի մի հնարավորություն, որ դուք, ասենք, հիվանդանոցային պայմաններում բուժվեք, կամ ինչ-որ առողջարանում դուք հանգստանաք, կամ այստեղ նորալուսինը կարող է բերել նաև այնպիսի աշխատանք, որը դուք առանց մարդկանց հետ շփվելու եք կատարում, տանից եք կատարում, եւ նաև այս նորալուսինը կարող է ինչ-որ մեկին բերել ձեր կյանք, որի հետ կունենաք գաղտնի սիրային կապ։ Ամսի 20-ից արդեն տրամադրությունները փոխվում են, որովհետև արդեն մոլորակները սկսում են կուտակվել ձեր առաջին ոլորտում, սիրելի ջրհոսներ։ Ամսի 20-ին նախ Մերկուրին է մուտք գործում ձեր առաջին ոլորտ, հիշում ենք 17-ից Վեներան է այստեղ, հունվարի 21-ից Արևն է մուտք գործում ձեր առաջին ոլորտ եւ նշանակում է, որ ամսվա վերջին 10 օրը ջրհոսների մոտ արդեն բավականին լավ տրամադրություն կա, բավականին լավ ինքնազգացողություն կա, որովհետև արդեն մոլորակները առաջին ոլորտում են եւ բոլորի ուշադրության կենտրոնում դուք եք եւ էներգիայի պակաս չունեք, որտեղ արևն է, այնտեղ մենք ունենք շատ էներգիա։ Սակայն ամսի 20-ին նաև ունենք շատ լավ ասպեկտացիաներ Սատուրն-Ուրանի միջև, Ուրանը այս պահին ձեր 4-րդ ոլորտում է դեռևս, Սատուրնը 2-րդ, նշանակում է ամսի 20-ին հնարավոր է, որ ինչ-որ հաջող ֆինանսական գործարք տեղի ունենա, կամ տան անդամների հետ կապված ինչ-որ անակնկալ հաջողություն լինի։ Հենց նույն օրը ամսի 20-ին նաև ունենք Մարս-Ուրան տրինը, սիրելիներս, իսկ Մարս-Ուրանի տրինը շատ կարևոր է սա, որովհետև սա կարող է խոսել այն մասին, որ շատ անակնկալ կերպով կարող ենք մեքենա գնել, շատ հաջող մեքենա վաճառել, ճանապարհ գնալ, կամ ինչու՞ չէ նաև անշարժ գույքի հետ կապված ինչ-որ շատ հաջող գործարք կարող ենք իրականացնել։ Ամսի 23-ին արդեն Մարսը տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ, սիրելիներս, նշանակում է ակտիվությունը, արագությունը, արդեն դուք այնքան էներգիա ունեք, արևն է այստեղ, Մարսն է տեղափոխվում առաջին ոլորտում եւ այստեղ ձեր էներգիան բխում է պարզապես։ Ամսի 26-ին Նեպտուն մոլորակը, որը վերջին ուրեմն 13 տարիներին եղել էր ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, տալով ձեզ ֆինանսական անկայունություն։ Սիրելիներս, Նեպտունը իլյուզիաների մոլորակ է։ Նեպտունը ինչ-որ ռեալ հաստատուն ոչինչի մասին խոստանալ չի կարող։ Նշանակում է ձեր ֆինանսական դաշտում վերջին 13 տարիների ընթացքում եղել է անկայուն վիճակ։ Պատկերացրել եք այլ բան, սակայն ստացել եք լրիվ այլ բան։ Այժմ Նեպտունը լքում է ձեր երկրորդ ֆինանսական ոլորտը, սա ձեզ համար ուրախալի փաստ է, որովհետև ձեր ֆինանսները ինչ-որ չափով արդեն կսկսեն կայունանալ եւ առաջիկա 13 տարին մուտք է գործելու ձեր երրորդ ոլորտ։ Նշանակում է այստեղ արդեն երրորդ ոլորտը քույրերը եղբայրներն են, ավտոմեքենայի հետ կապված հարցերն են եւ կխոսեմ Նեպտունի մուտքի մասին ձեր երրորդ ոլորտ 2026-ի կանխատեսումներում։ Ամիսը վերջանում է Վեներա Մերկուրիի միությամբ, ամսի 29-ին է սա տեղի ունենում, որը կրկին տեղի ունենում ձեր առաջին ոլորտում եւ հնարավոր է ամսի 29-ին ինչ-որ նամակ ստանաք, ինչ-որ ծանոթություն հաստատեք, ինչ-որ մեկից ինչ-որ լուր ստանաք, որը իհարկե ձեզ կուրախացնի։ Սիրելի ջրհոսներ, այժմ խոսենք արդեն 2026 թվականի ընդհանուր միտումների մասին։ Թե ինչ առաջին իրադարձությունը խավարումներն են բնականաբար, որոնք դեռևս 2026 թվականին կլինեն հիբրիդային, այսինքն խառը առանցքների վրա։ Առաջին խավարումը ուրեմն փետրվարի 17-ին է լինելու, սա արևի խավարում է լինելու ձեր առաջին ոլորտում եւ հատկապես այն ջրհոսները, ովքեր ծնվել են խավարման մոտակա օրերին, ամսի 16-ին, 17-ին կամ 18-ին փետրվարի նկատի ունեմ, նրանց կյանքում շատ լուրջ նորություններ են սպասվում։ Տեսեք, արևի խավարումը սա սովորաբար ուրեմն բերում է մեր կյանք, բերում է նորություններ, նոր հնարավորություններ, փոխում է մեր կյանքը ամբողջությամբ, չի ցավեցնում մեզ, պարզապես բերում է, որպեսզի մենք օգտվենք այդ հնարավորություններից։ Ուրեմն փետրվարի 17-ի արևի խավարումը առաջին ոլորտում է։ Սա հենց ձեր անձի հետ է կապված եւ սա նշանակում է, որ ձեր կյանքում ձեզ համար շատ կարեւոր ինչ-որ հարցի շուրջ կարևոր փոփոխություն պետք է տեղի ունենա։ Հնարավոր է, ասենք, անձնական հարթակում լինի այդ փոփոխությունը, հնարավոր է առողջության հետ կապված լինի այդ փոփոխությունը, հնարավոր է, ասենք, երեխա ծնվի կամ ձեր երեխաների հետ կապված ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունենա,
կունենա, այնպես որ սիրելի ջրհոսներ, փորձեք հոգեբանորեն պատրաստվել այս խավարմանը։ Մարտի 3-ին կունենանք դեռևս նախորդ տարվա 2025 թվականի խավարման շարունակությունը, դա լուսնի խավարում է ձեր 8-րդ ոլորտում, սիրելիներս, եւ նշանակում է 8-րդ ոլորտը մեծ ֆինանսներն են, ինչ որ ֆինանսական հարց կարող եք կողքի դնել եւ թեթևացած շունչ քաշել, որովհետեւ առաջիկա 9 տարիներին այլևս դուք խավարում չեք ունենա ձեր 8-րդ ոլորտում։ Հաջորդ խավարումը օգոստոսին է տեղի ունենալու, օգոստոսի 12-ին եւ 28-ին։ Օգոստոսի 12-ին ունենք արևի խավարում ձեր 7-րդ ոլորտում, որը կրկին ձեր առանցքի վրա է, ջրհոս առյուծ առանցքի վրա է եւ առյուծները հանդիսանալով ջրհոսների համար 7-րդ տունը ներկայացնում են նորություններ նոր մարդկանց տեսքով եւ այն ջրհոսները, ովքեր միայնակ են, հնարավոր է օգոստոս ամսին, հատկապես 12-ից հետո հանդիպեն այն մարդուն, ում հետ կցանկանան ընտանիք կազմել, կամ այստեղ 7-րդ ոլորտը նաև ներկայացնում է ձեր շրջապատը, հնարավոր է դուք այնպիսի իրավիճակում հայտնվեք օգոստոսի 12-ից հետո, որ ամբողջությամբ պետք է փոխվի ձեր շրջապատը։ Օգոստոսի 28-ին կրկին ունենք լուսնի խավարում, կրկին երկրորդ ֆինանսական դաշտում եւ սա նշանակում է, որ ֆինանսական հարցերը պետք է փոփոխության ենթարկվեն։ Օրինակ, եթե դուք 2025 թվականին ունեցել եք ֆինանսական ինչ-որ հարցեր, ապա այդ հարցերը պետք է ավարտվեն օգոստոսի 28-ի լուսնի խավարումով, որովհետև այլևս ձեր երկրորդ եւ 8-րդ ոլորտներում խավարումներ չեն սպասվում առաջիկա 9 տարիների ընթացքում։ Եվ նշանակում է այստեղ պետք է ուրեմն եկամուտների հետ կապված ինչ-որ փոփոխություններ լինի, հնարավոր է, որ այստեղ ենթադրենք դուք ինչ-որ ֆինանսական լավ լուրջ ձեռքբերում ունենաք, կամ հնարավոր է ասենք ձեր աշխատանքը փոխվի, աշխատավարձի չափը փոխվի, ամեն դեպքում ձեր գրպանի գումարին է սա վերաբերում։ Երկրորդ կարևոր իրադարձությունը խոսելու է Սատուրնի եւ Նեպտունի մասին։ Սիրելիներս, ինչու միանգամից երկու մոլորակների մասին, որովհետև սրանք երկուսն էլ, այս երկու գիգանտներն էլ տեղափոխվում են ձեր 3-րդ ոլորտ։ Սատուրնը փետրվարի 14-ին է տեղափոխվում 3-րդ ոլորտ, Նեպտունը հունվարի 26-ին։ Սիրելիներս, որտեղ Սատուրնը գտնվում է, այնտեղ կարելի ասել սահմանափակումներ, դժվարություններ են առաջանում։ Սակայն Նեպտունը նույնպես գտնվելով 3-րդ ոլորտում փորձում է մի փոքր մեղմել այս դժվարությունները եւ թվում է թե մենք չենք զգալու, այնքան էլ շատ չենք զգալու ուրեմն Սատուրնի առաջացրած խնդիրներն ու սահմանափակումները։ Դա կարող է կապված լինել քրոջ եղբոր հետ շփումներին, ասենք դուք հնարավոր է այլ երկրում լինեք, քույրը կամ եղբայրը լրիվ այլ երկրում եւ չկարողանաք իրար հետ անմիջականորեն շփվել կամ իրար տեսնել։ Բացի դրանից 3-րդ ոլորտը ավտոմեքենայի հետ կապված հարցերն են, հնարավոր է Սատուրնը խնդիրներ առաջացնի 3-րդ ոլորտում։ Սիրելիներս, այս երկու գիգանտները մուտք գործելով ձեր 3-րդ ոլորտ միություն են ստեղծում փետրվարի 20-ին ձեր 3-րդ ոլորտում։ Իսկ այսպիսի միություն, այս երկու գիգանտների միությունը լինում է ընդամենը 37 տարին մեկ անգամ։ Եվ որքան հազվագյուտ է երևույթը, այնքան այն ուժգին է ազդում մեր կյանքի վրա։ Եվ նշանակում է փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին կարող է ձեզ համար շատ մեծ հնարավորություն ստեղծվել ավտոմեքենա գնելու, կամ ինչ-որ շատ լավ դասընթացի մասնակցելու, կամ քրոջ կամ եղբոր կյանքում շատ կարևոր իրադարձություն կարող է տեղի ունենալ, այնպես որ ուշադիր եղեք, թե ինչ տեղի կունենա փետրվարի 20-ի մոտակա օրերին։ Երրորդ կարևոր իրադարձությունը բնականաբար խոսելու եմ ձեր գլխավոր մոլորակից, Ուրանից։Ուրանը վերջին 8 տարիների ընթացքում, սիրելի ջրհոսներ, եղել է ձեր 4-րդ ոլորտում, 2025 թվականին շատ կարճ ժամկետով այն մուտք գործեց 5-րդ ոլորտ, սակայն նոյեմբերի 8-ից հետ է գնացել կրկին ձեր 4-րդ ոլորտ եւ այստեղից պատրաստվում է դուրս գալ միայն 2026 թվականի ապրիլի 26-ին։ Նշեմ, որ
Ուրանը 5-րդ ոլորտում լինելու է մինչև 2033 թվականը։ Սիրելի ջրհոսներ, քանի որ 5-րդ ոլորտը սա երկօրյակների նշանն է, սա նույնպես օդի նշան է եւ ձեր նշանի հանդեպ, ձեր արևի հանդեպ Ուրանը տրին է կազմելու, նշանակում է առաջիկա 8 տարիները ձեզ համար մինչև 2033 թվականը ներառյալ ձեզ համար լինելու են փայլուն տարիներ կապված։ Ուրեմն տեսեք, նախ սիրահարվածության հետ, երկրորդը երեխաների հարցերի հետ, եթե դուք երեխա չունեիք, ապա հաստատ կունենաք մինչև 2033 թվականը եւ ոչ մեկը, այսինքն միգուցե մի քանի երեխա հասցնեք ունենալ։ Բացի դրանից 5-րդ ոլորտը ուրախությունների ոլորտն է, այսինքն Ուրանը պարգևելու է ձեզ այդ ուրախությունները։ Եվ բացի դրանից 5-րդ ոլորտը նաև ստեղծագործական աշխատանքն է, նշանակում է այստեղ ստեղծագործական աշխատանքում նույնպես ունենալու եք շատ ուժեղ առաջընթաց մինչև 2033 թվականը։ Եվ վերջին 4-րդ կարևոր իրադարձությունը մեծ երջանկության մոլորակ Յուպիտերի մասին եմ խոսելու, այն այս պահին գտնվում է ձեր 6-րդ ոլորտում, ձեզ առաջարկելով բազում աշխատանքներ, բազում ուրեմն կարելի ասել գրաֆիկ, ինչ որ տարբերվող, ուրեմն ձեր օրը լցված է անընդհատ կենցաղային հոգսերով, խնդիրներով, այսինքն այստեղ Յուպիտերը տեսեք շատացնում է, որտեղ հայտնվում է շատացնում է, եւ Յուպիտերը լքելու է ձեր 6-րդ ոլորտը հունիսի 30-ին 2026 թվականի մուտք է գործելու ձեր 7-րդ ոլորտ, որը ձեզ համար ավելի լավ նախապայման է, որովհետև երբ Յուպիտերը 7-րդ ոլորտում է, նշանակում է այստեղ պետք է շատանան ձեր հաճախորդները, ձեր գործընկերները, ձեր շրջապատը, միգուցե այստեղ նաև եթե ամուսնացած չեք, հնարավորություններ կստեղծվեն տարբեր մարդկանց հետ ծանոթանալու եւ ընտրություն կատարելու։ Յուպիտերը կլինի ձեր 7-րդ ոլորտում մինչև 2027 թվականի հուլիս ամիսը ներառյալ։ Դե ինձ սիրելի ջրհոսներ, այսքանը 2026 թվականի կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ